Ապա համակարգը չի դադարում իրենց ֆանտազիաներով մեզ զարմացնել, ապօրինությունների մակարդակով։ Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին, որ ինձ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան հեռացնում են վարույթից, այսինքն թույլ չեն տալիս, որ հանդիսանամ Գագիկ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև այդ Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ իրենց ընդհանուր հանդիպումների ժամանակ ես եւս ներկայ եմ եղել որոշակի հանդիպումներին Ծառուկյանի հետ եւ իրենք դիտարկել են, որ ես կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ եւ որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել։ Ես ուզում եմ նշեմ, որ սա ապօրինության գագաթնակետն է եւ ես պետք է ասեմ, որ դրա մասին ըստ էության երեք արդեն հիմքեր էին փորձում դնեին եւ իրենք այս ապօրինությունով վախից պնդում եմ, նշում եմ, որ վախից ինձ հեռացեցին վարույթից, որովհետև այն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեք ուղղակի ջախջախել ենք, իհարկե դրանց առաջ եւս ջախջախել ենք եւ այս բառեր չեն ուղղակի։ Ուրեմն երբ որ տուժողի հարցաքննությունը կատարվում էր, այն հարցերը, որոնք որ ես ներկայացնում էի տուժողին, հետևողականորեն եւ այն պայծ սկսած, երբ որ վարույթերական մարմինը տեսնում էր, որ իրենց նախորդ բոլոր ցուցմունքները կոտրվում են եւ ուղիղ հակասական ցուցմունքներ են ստացվում, սկսում էր հանել հարցերը, այսինքն հարցը տրվում էր, քննիչացում էր վարույթի հետ կապ չունի հանում էր։ Իհարկե մենք նշում էինք, որ սա ակնհայտ ապօրինություն է եւ կողմնակալություն, որովհետեւ դուք ամեն ինչ անում եք, որ տուժողը չկոտրվի, այսպես ասած, եւ շարունակի ձեր թեզը պնդելը։ Եվ շարունակությունը այսպես անդադար մի քանի ժամ այս հարցաքննություններով ամբողջ process-ի ընթացքում հիմնավորել ենք, որ տուժողը ինչ ասելա սուտ ասը եւ իրենք հաջորդի բոլոր գործողություններից հետո արդեն հասկանալով, որ այսօր նույն կերպ պետք է շարունակեմ իմ հարցաքննությունը, որոշեցին, որ ինձ վարույթից հեռացնեն։ Նորից եմ ասում, ամեն ինչ անում են, որ գոնե նշույլ պահեն մեղադրանքի, որ ցույց տան իբր թե հիմնավորումներ ունեն, բայց ես վստահեցնում եմ, որ մենք կոնկրետ ապացույցներ ենք ներկայացրել եւ դեռևս ունենք անհերքելի ապացույցներ, որոնք կներկայացնենք եւ կհիմնավորենք, որ ինչ ասել է իրանական կողմի տուժողները, բոլորը ամբողջությամբ սուտ են եւ վարույթերականացնող մարմիններ գիտի դրա մասին, քննչական եւ դատախազական մարմինները, բայց չեն ուզում տեսնել։ Հիմա տեսեք, իրավական մասով անդրադառնամ։ Ինչ են արել։ Քննչական խումբ, այսինքն ուղղորդել է իրանց։ Ես վստահ եմ, որ ուղղորդել են, որովհետեւ տեսեք ինչ կար։ Երեք այդ անձը հանկարծակի սկսեց իմ մասին ասել, որ Երեմ Սարգսյանը ինչ որ հարցազրույցներ է տալիս։ Այդ հարցազրույցներից ինքը շատ նեղվել էր եւ նշում էր, որ ամբողջ իրանական հերոստալիքներով իմ հարցազրույցներն է ընթանում եւ իրենք կոպիտ ասած այնտեղ խայտարակվում են եւ մի քանի անգամ նեղվեց, դրա մասին արտահայտեց եւ դրա համար հարց տվեցի։ Ասացի ինքեր, դու ոնց որ թե քո նախկին ցուցմունքներում որևէ տեղ չես ասել իմ մասին որևէ բան։ Հիմա այս հարցազրույցները տեսնելուց հետո, այսօրվա առերեսումը տեսնելուց հետո, օրինակ ինչ ծագեց քո մոտ, որ սկսեցիր իմ մասին ինչ որ բաներ ասել, դա ասած ես կարևոր չեմ համարում դա եւ այլն, դրա մասին չպատասխանեց։ Եվ ավելի կարևոր բան ասեմ, հարցրեցի, եթե դու ինձ ասում ես, որ ճանաչել ես Ծառուկյանի հետ միասին, որպես ով ես ճանաչել, ինքը ուղիղ նշեց, որ ճանաչել եմ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Հիմա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է չի կարող որպես վկա հարցաքննվել փաստաբանը կապված իր կողմից որպես փաստաբան մատուցող ծառայությունների հետ։ Հիմա տուժողը նույնիսկ իրենք այդքանը չեն ֆայմել, չեն հասցրել սովորացնել։ Ես կանխեցի հենց առերեսման ժամանակ այդ հարցը տվեցի, որովհետև տեսա ուր են տանում։ Ես տեսա, որ ուզում են հիմքեր նախապատրաստեն ինձ վարույթից հեռացնելու համար, որովհետև շատ եմ խանգարում իրենց այս ապօրինությունները բացահայտելով։ Որոշեցին, որ հիմքեր ստեղծեն եւ վստահ եմ, որ նույնիսկ գուցե սովորացրել են կամ գուցե հենց ինքը տեսնելով, որ ես նաեւ իրեն համար ոչ բարենպաստ process եմ վարում կամ հարցազրույցներ տալիս, ինքն նախորդակցել թե ոնց անի։ Հիմա մեր վարույթերականացնող մարմինների համար այս իրանցիների ասածները վերին աստիճանի ճշմարտություն են, դատարկ խոսքերը, որը ոչ մի հիմնավորում չունեն։ Այն փաստարկները, որ մենք ենք ներկայացնում, իրենց համար կարծեք թե sense չեն էլ տեսնում, չեն էլ լսում։ Հիմա տեսեք ինչ են ասում, ասում են ուրեմն անձը ցուցմունք է տվել, որ Գագիկ Ծառուկյանի հետ միջև ծանոթանալը իմ միջոցով է ծանոթացել եւ որոշ հանդիպումների ես ներկա եմ եղել։ Ասում եմ, դե քանի որ նման բան է ասել, հետեւաբար Երեմ Սարգսյանը կարող է որպես վկա հարցաքննվել, իմիջիայլոց նաև ծանոթագիր են հանձնել, որ այսօր ժամը 15:00-ին ներկանան որպես վկա հարցաքննության։ Հիմա սենց ուղղակի հարցը տալիս եմ իրենց, այսպես։ Ասում եմ, մի հատ գնացեք ամբողջությամբ ձեր բոլոր համակարգերով, ձեր իրավագիտության դոկտորներով, պրոֆեսորներով, եթե ունեք, բոլորով միասին մտնստեք քննարկեք եւ հասկացեք ինձ որպես փաստաբան։ Իրավունք ունեք հարցաքննելու թե չէ։ Հիմա այս օրենքը ցիտում եմ ձեր համար, հարգելի իրավապահ մարմինների գործընկերներ,
որ բոլորը գոնե կարդակ, եթե տեղը չգիտեք այդ օրենքի թե որտեղ է, ես ձեզ ասեմ, որպեսի գնաք նեղություն չքաշեք, ծանոթանաք, թե որ գրված է, որ որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել փաստաբանը, բարձելու համար տեղեկություններ, որոնք նրանք կարող են հայտնի լինել կապված իրավաբանական օգնության դիմելու կամ նման օգնություն ցույց տալու հետ։ Ես չեմ ասում, որ ես Գագիկ Ծառուկյանի փաստաբանը, իրենց տուժողը առերեսման ժամանակ իմ հարցին, ընդ որում նորից եմ ասում, ես գիտեի, որ իրենք այս process-ը հատուկ են անում, ես այդ հարցը տվեցի կանխելու համար, իրենք չհասցրեցին տուժողին սովորացնեն, որովհետև հիմա վստահ եմ, հեսա հաջորդիվ ցուցմունքներով կսովորացնեն, որ ինչ որ այլ բաներ ասի, բայց այդ պայդերությամբ, երբ որ հարցը տվեցի, դու ինձ որպես ով ես ճանաչել, ինքը նշեց որպես Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը եւ որպես Գագիկ Ծառուկյանի փաստաբան։ Հիմա եթե այդ անձի ասածով ես փաստաբանն եմ եղել, այսինքն դուք չեք տեսնում, որ ես փաստաբան եմ, ուզում եք ինձ հարցաքննեք, այսինքն ես գամ անձին իրավաբանական օգնություն ցույց տամ, հետո ինձ կանչեք հարցաքննեք, ասեք, հələ արի ասա, հետո իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ ինչ ես խոսել, բա օրենքի ամբողջ իմաստն է, ինչի՞ է մեզ նման արտոնություն տվել, որ փաստաբանը չհարցաքննի, որպեսզի այդ փաստաբանական գաղտնիքը կարողանանք պահենք, այսինքն իմ վստահորդը ինձ հարցրել է, ես ինչ խորհուրդ տվել եմ, ինչ process եղել է, այդ ամեն ինչը մտնում է փաստաբանական ծառայությունների մեջ։ Ուրիշ բան ես Գագիկ Ծառուկյանի հետ որպես հարազատ փողոցով քայլելուց լինեմ, ինչ որ հանցագործություն լինի, ես ականատես լինեմ, այդտեղ ես վկա կարող եմ լինել։ Բայց եթե ես այդ process-ում օրինակի համար պատկերացեք Գագիկ Ծառուկյանի հետ գնում եմ հարցաքննությունից հետո ինքնից ինչ որ բան ասում։ Այնց կանչեն հարցաքննության, ասեն այդ կասես Գագիկ Ծառուկյանը քեզ ինչ էր ասում, հա։ Էս է մակարդակը իրավական համակարգի եւ իրավական պետության։ Լավ, հասկանալի է վախը, հասկանալի է իրավական անհնարինությունը պայքարել։ Տեսեք, ես մի բան եմ ուզում ասել։ Մեզ միշտ ասում են դուք ինչի եք հակառակ կողմից հանդես։ Ընկերներ, մենք հակառակ կողմից հանդես չենք գալիս։ Մենք օրենքն ենք պաշտպանում։ Ես որպես փաստաբան մի հատ զենք ունեմ։ Դա իմ գիտելիքն է եւ օրենքը պաշտպանելն է։ Ձեր փոխարեն։ Եթե դուք ունեք հնարավորություն օրենքը պաշտպանելու, ուրեմն ես անզեն եմ դառնում։ Եթե դուք օրենքով եք գործում, ես անզեն եմ դառնում։ Բայց երբ որ դուք ապօրինություններ եք անում, ես դրա մասին բարձրաձայնելու եմ, դրանք հիմնավորելու եմ, հակառակը հաստատելու եմ, ու դուք էլ պետքա դրա հետ հաշվի նստեք։ Եթե վախենում եք, որ բոլորը բացահայտվում է, անկախ դրանից, ես հիմա այս գործով, եթե Գագիկ Ծառուկյանի պաշտպան, իհարկե սա բողոքարկելու եմ դատախազին, հետո դատարան, մենք վստահ եմ, որ այս ամեն ինչը չի կարող ասենք, այս խայտարակությունը մնա ուժի մեջ, էլի, ասին նույնիսկ նպատակը մենակ մի բան կարա լինի, չէ, ինձ հեռացնել, որ ես չխանգարը։ Բայց դա չի նշանակում, որ մնացած վարույթներով ես չեմ կարողանալու ներկայացնել Գագիկ Ծառուկյանին։ Այն բոլոր հանցագործությունները, որ միջև հիմա կատարել են, այդ բոլորով ես հիմա գնալու եմ անմիջապես շարունակեմ մասնակցությունը եւ այդ խայտարակությունները միջև վերջ հիմնավորելու եմ այս ապօրինությունները։